Եվ միասին արդեն ուսումնասիրենք։ Տեսնում եք իմ էկրանը, հիմա միասին գնանք արդեն հենց բիզնես պլան ուսումնասիրելու։ Ընկերությունում ունենք 4 մարքեթինգային ուղղություն, դրանց մասին հիմա մենք մանրամասն կիմանանք, բայց մինչ այդ հասկանանք, թե ինչ փաթեթներ ունենք, ճիշտ է, փաթեթներին դուք ծանոթացել եք շնորհանդեսի ընթացքում, բայց հիմա այստեղ տեսնում ենք ավելի մանրամասն փաթեթների հետ կապված ինֆորմացիան, որտեղ նաև ներկայացվում է ակտիվ աշխատանքի դեպքում եկամուտը, օրական եկամուտը ռենդերից, տոկոսադրույքը, որը կախված է հենց փաթեթի չափից։ Եվ այստեղ մենք տեսնում ենք, որ ունենք տարբեր փաթեթներ, այս սլայդը մի փոքր հին է, այստեղ նաև $300 փաթեթն է երևում, որը այլևս չկա։ Եվ ասեմ, որ հետագայում ընկերության աճին զուգընթաց նաև $500 փաթեթն էլ հնարավոր է, որ դուրս գա, այնպես որ հասցրեք այդ փոքր, այսպես ասած, փորձանմուշ փաթեթով թեկուզ մուտք գործել եւ օգտվել այս հրաշալի ընկերության տված հնարավորություններից։ Տեսնում ենք փաթեթները։ Առաջին փաթեթը մեր մուտքի փաթեթը դա $500 փաթեթն է, $50 բանալին, տեսեք, յուրաքանչյուրի հետ գրված է, այստեղ $50-ները բոլոր փաթեթների հետ կան, այսինքն երբ մենք մուտք ենք գործում առաջին անգամ ընկերություն, մենք պարտադիր ձեռք ենք բերում նաև բանալի, որով մուտք ենք գործում մեր անշարժ գույք, այսպես ասած, եւ նաև բանալին հնարավորություն է տալիս մեզ օգտվել ամբողջ ընկերության էկո համակարգից, իսկ այնտեղ տարբեր ուղղություններ կան, բանալին մեզ հնարավորություն է տալիս ուսուցում ստանալ ընկերությունում եւ բանալին նաև մեզ եկամուտ կարող է բերել, եթե մենք ակտիվ աշխատենք, դրա մասին այսօր հենց կլսենք։ Այստեղ տեսնում ենք մուտքի փաթեթները 500, 1000, 1005 եւ այսպես մինչև $25,000 ունենք մենք փաթեթներ, մեծ, միջին, փոքր փաթեթներ ունենք։ Տեսնում ենք, որ յուրաքանչյուր փաթեթի դեպքում եկամուտը ակտիվ աշխատանքից, այսինքն բինարից, այստեղ ակտիվ աշխատանքի դեպքում հենց բինարի ուղղությամբ երկուական մեր բոնուսի դեպքում է դեր խաղում փաթեթը։ Եվ ինչքան մենք մեծ փաթեթ ունենք, այնքան տեսնում ենք, որ ավելի բարձր եկամուտ ենք ստանալու բինարից։ Այսինքն, եթե 2 լիդեր գրանցումներ են անում, մեկը ունի $500 փաթեթ, մյուսը ունի $5,000 փաթեթ։ Եվ իրենք կատարում են նույն աշխատանքը, $5,000 փաթեթ ունեցող լիդերը ավելի բարձր եկամուտ կստանա նույն աշխատանքը կատարելով, քան $500 փաթեթ ունեցող լիդերը։ Այստեղ հենց դեր է խաղում այս բինարային բոնուսը։ Հաջորդը տեսնում ենք նաև մեր օրական եկամուտները, յուրաքանչյուր փաթեթի դեպքում ունենք տարբեր իհարկե օրական եկամուտ։ Ստաբիտ մեր բաժնեմասից եկող ամսական եկամուտը բոլորի համար նույնն է, տոկոսադրույքը բոլորի համար նույնն է, բայց ռենդի տոկոսադրույքը կախված է մեր փաթեթից։ Ինչքան փաթեթը բարձր, տեսեք, այստեղ եթե նայեք ուշադիր, ինչքան փաթեթը բարձր է, այնքան օրական եկամուտը ավելի բարձր է։ Եվ մենք մեր եկամուտը բարձր, օրական եկամուտը բարձր կարող ենք պահել խելացի կուտակում կատարելով, քանի որ առաջին ամիսը երբ մուտք գործեցինք ընկերություն, մեր օրական եկամուտը բարձր ստանում ենք նվեր ընկերության կողմից։ Երկրորդ ամսվանից սկսած, եթե մենք էլ ոչինչ չենք անում, մենք էլ այս տոկոսները չենք կարող ստանալ, կստանանք նվազագույն ամիսը 1%-ը ռենդից նաև։ Այսինքն օրական 0.35%, որը կկազմի ամիսը 1%, տարեկան 12%։ Եթե մենք խելացի կուտակում չենք կատարում, այդ դեպքում այդ եկամուտն ենք ստանալու, նվազագույնը։
Դրանից ավելի չի իջնելու օրական եկամուտը իհարկե, բայց ինչու ստանալ նվազագույնը, որ կարելի է ստանալ առավելագույնը, մանավանդ որ խելացի կուտակում կատարելով մենք օգտվում ենք ընկերության շատ լավ հնարավորություններից։ Իհարկե բոլոր ընկերության հնարավորությունները մեկ դասի ընթացքում հնարավոր չէ ներկայացնել, հարգելի մասնակիցներ, բայց երբ դառնա գործընկեր, հատկապես հյուրերը, իրենք ավելի խորը կուսումնասիրեն կհասկանան։ Իսկ գործընկերները արդեն բավականին ծանոթ են ընկերության տված լայն հնարավորություններին։ Անցնում ենք առաջ եւ արդեն տեսնում ենք ինչպիսի բոնուսային ծրագիր կա ընկերությունում։ Հիմնական մասը մեր բոնուսային դա ուղղորդման բոնուսն է, բինարային բոնուսն է, կարիերային բոնուս, գլոբալ բոնուս, նվերներ եւ եկամուտ խելացի կուտակումից։ Մյուս օժանդակ մասը, տեսեք 3 մասից է բաղկացած մեր բոնուսային ծրագիրը։ Օժանդակ մասը դա մատրիցային բոնուսն է եւ տրինարային բոնուսն է։ Եվ բոնուսային մաս նաև հենց առանձին ունենք, բոնուս խելացի կուտակումից եւ ավտոծրագիր։ Այս բոլորը մենք այսօր միասին կուսումնասիրենք, կհասկանանք, ճիշտ է, շատ խորը չենք ուսումնասիրի, որպեսզի շատ չխճճվեք, բայց միասին կհասկանանք այս բոլոր հնարավորությունները, որը տալիս է ընկերությունը։ Ընթացքում կխնդրեմ, որ ակտիվ լինեք, արձագանքեք, որպեսզի տեսնեմ ինչքանով է պարզ ինֆորմացիան, եթե պարզ էր գրում ենք չաթում 1 էր, մինչ այս ներկայացված ինֆորմացիան, եթե պարզ էր, հատկապես հյուրերը ցանկալի է արձագանքեն, որպեսզի հասկանանք, եւ ասեմ, որ նաեւ վերջում մենք հարց ու պատասխան փուլ կունենանք, ինչը որ անհասկանալի է, կհարցնեք, ինչքանով որ կպատկերացնեք, կներկայացնեմ ես ձեր հարցերի պատասխանները նաեւ։ Անցնում ենք առաջ, շնորհակալ եմ արձագանքի համար, հաջորդը տեսնում ենք հենց մյուս սլայդը մեր ուղղորդման բոնուսին է վերաբերում, այսինքն մեր հիմնական բոնուսային մասի առաջին այսպես մասը դա ուղղորդման բոնուսն է, այսպես ասած, ովքեր ծանոթ են ցանցային մարքեթինգի, ռեֆերալնի բոնուս ռուսերենով, այդ բառը երևի ավելի ծանոթ կլինի։ Ինչ է սա իրենից ներկայացնում։ Սա հենց գծային մարքեթինգի, դասական գծային մարքեթինգի ուղղությունն է մեզ մոտ, քանի որ ինչպես սկզբում ասացի, մենք ունենք 4 մարքեթինգային ուղղություն, հենց առանձին ուղղություններ։ Առաջինը դա ուղղորդման բոնուս գծային մարքեթինգն է։ Այստեղ մենք եկամուտ ստանում ենք մեր գրանցած անձանցից, առաջին գծից, այստեղ տեսնում ենք առաջին գիծը, սա առաջին գիծն է, 5%։ Այսինքն, եթե մենք հրավիրում ենք գործընկերոջ, օրինակ, մուտք է գործում գործընկերը $1000 փաթեթով, մենք 5%-ի չափով, $1000-ի 5%-ի չափով ստանում ենք բոնուս ընկերության կողմից, բարձրացություն, որ մենք ընկերությունը զարգացրեցինք, բերեցինք նոր գործընկերոջ։ Եվ այդ դեպքում, այսինքն $1000-ի 5%-ը կկազմի $50։ Եթե մեր գրանցած անձը ինքն էլ է գրանցումներ կատարում, դա լինում է արդեն մեր երկրորդ գիծը, այդ դեպքում մենք ստանում ենք 2% երկրորդ գծից։ Այն անձը, որը գրանցվել էր $1000 փաթեթով, ինքը գրանցում է կատարում, օրինակ $500 փաթեթով։ Այդ նոր գրանցված մեր երկրորդ գծից մենք ստանում ենք 2%, այսինքն 500-ի 2%-ը կկազմի $10, իսկ մեր գրանցած անձը, ով հենց հրավիրել էր այդ երկրորդ գծի անձին, ինքն էլ կստանա իր 5%-ը։ Եթե պարզ էր, հուսով եմ պարզ էր, ընթացքում էլի հարցերով կքննարկենք ամրապնդենք, անցնենք առաջ։ Այսինքն առաջին գծից ստանում ենք 5%, երկրորդ գծից 2%։ Այսպես ավելի խորը երրորդ գծից չորրորդ գծից մենք ուղղորդման բոնուս չենք ստանում, հարգելի մասնակիցներ, ուղղորդման բոնուսը վերաբերում է միայն առաջին, երկրորդ գծերին։ Անցնում ենք առաջ։ Ասեմ իդեպ, որ այստեղ դեր չի խաղում, թե մենք ինչ փաթեթով ենք մուտք գործել։ Օրինակ այս վերևում գտնվող անձը, ով հրավիրում է այս բոլորին, ենթադրենք գրանցվել է $500-նոց փաթեթով։
Ինքը միևնույն է կստանա իր 5%-ը եւ 2%-ը։ Դեռ չի խաղում ինքը փաթեթը մեծացնում է, չի մեծացնում, եկամուտը ստանալու է թիմային աշխատանքից։ Ուղղորդման բոնուսի դեպքում փաթեթը դեռ չի խաղում լիդերի։ Անցանք առաջ։ Այ հենց բինարի դեպքում է դեռ խաղում, որ սկզբում մենք փաթեթները ուսումնասիրելիս հասկացանք, որ այնտեղ արդեն ինչքան լիդերի փաթեթը բարձր է, այնքան ինքը ավելի բարձր եկամուտ կստանա իր գրանցումներից։ Այստեղ բինարից մենք կարող ենք ստանալ 2-ից 11.5% եկամուտ։ Սա իհարկե տեսեք ու ամբողջ խորությունից կարող ենք ստանալ իդեպ։ Այստեղ արդեն առաջին երկրորդ գիծը կապ չունի։ Բինարում գործընկերները տեղավորվում են երկու ուղղությամբ։ Ի տարբերություն գծային մարքեթինգի, նախորդ որ քննարկեցինք, այնտեղ բոլորը շարվում են այսպես առաջին գիծը մեզանից հետո շարվում է մի գծով։ Իսկ բինարի դեպքում բոլորը արդեն շարվում են երկու ուղղությամբ։ Օրինակ առաջինը գրանցել ենք այս գործընկերոջը, հետո այս գործընկերոջը, երկրորդը, երրորդը սա է, չորրորդը սա է։ Հերթով տեղավորվում են արդեն իրարից ներքև երկու ուղղությամբ։ Բինար, B նշանակում է երկու, բինար երկու ոտք։ Այստեղ երկու ոտք է միայն ձևավորվում լիդերից ներքև։ Եվ ամբողջ թիմը տեղավորվում է այդ երկու ոտքի մեջ։ Եվ այստեղ արդեն, ինչպես ասացի, եկամուտ կստանանք կախված մեր փաթեթից։ Եթե լիդերը ունի բարձր փաթեթ, ով թիմ է կառուցում եւ իր բինարում շատ մարդիկ են արդեն հայտնվում, նա ավելի մեծ տոկոս կստանա։ Այնտեղ մենք բինարի տոկոսներին ծանոթացանք, թե որ փաթեթը քանի տոկոս էր ստանում։ Հիմա այստեղ հասկանանք, տեսեք, ինչպես ասացի, տարբեր գծերից, մինչև անվերջ խորություն դուք կարող եք բինարից եկամուտ ստանալ։ Եվ ասեմ, որ բինարը մինչև կարիերային կոչման հասնելը մեր ամենաեկամտաբեր մարքեթինգն է։ Ինչու՞։ Քանի որ բինարի դեպքում մենք հնարավորություն ունենք նաև եկամուտ ստանալ մեր լիդերների գրանցումներից, մեր զուգահեռ ուղղություններից կարող ենք եկամուտ ստանալ բինարի դեպքում։ Ընթացքում եթե հարցեր են առաջանում, ասեմ ձեզ մոտ գրառեք, քանի որ հետո եթե հարցերը ավելի այսպես խորը լինեն, հենց edge-ի վրա կբացատրեմ, իմ edge-ով կներկայացեմ, կբացատրեմ, որ ավելի լավ հասկանաք, այսպես սլայդով հնարավոր է այնքան էլ լավ պարզ չլինի։ Այսինքն բինարից եկամուտ ստանալու ենք երկու ուղղությունից եւ ինչպես ենք ստանում, երբ մեր երկու կողմում էլ գումար է լինում, օրինակ աջ եւ ձախ կողմերում ցույց է տալիս մեր բինարի բաժնում, edge-ում, կայքում ցույց է տալիս, որ գումար կա։ Այդ օրի գիշերը մենք ստանում ենք բինարից եկամուտ եւ ստանում ենք փոքր ոտքից։ Այստեղ ճիշտ է, առաջվա փաթեթներով է սլայդը կազմած, այստեղ 100 փաթեթել է նույնիսկ երևում, տեսեք օրինակ այսպես ասենք, այդ ներքևի գրանցումները չկան։ Այստեղ կա 100 եւ 500։ 100-ը 500-ի հետ բալանսավորվում է, մենք ստանում ենք տոկոսը 100-ից, փոքր ոտքից ենք ստանում, թույլ ոտքից ենք ստանում եկամուտը, այստեղ մնում է 0, իսկ եկամուտը ստանում ենք արդեն 2-ից 11.5%, ինչպես ասացի, կախված մեր փաթեթից։ Ստանում ենք սրանից եկամուտ, այստեղ մնում է 0, գիշերը ժամը 4-ին ենք ստանում եկամուտը, Գրինվիչով ժամը 12-ին, Հայաստանի ժամանակով ժամը 4-ին։ Իսկ այստեղ կմնա 400, այսինքն բալանսավորվեցին, 100-ը այստեղից 100 վերցրեց եւ դրանից մենք եկամուտ ստացանք, մենք ստացանք եկամուտ հենց 100-ից։ Իսկ այստեղ մնաց արդեն 400 հետագայի մեր եկամուտների համար։ Եվ հետո էլի այստեղ գրանցում է լինում, կամ այս մարդն է գրանցում անում, տեսեք, այս մյուս գործընկերը մեր ձախ կողմի գրանցած անձի գրանցումն է, մեր գրանցումը չի, այս ներքին ոտքում, տեսեք, այստեղ մենք տեսնում ենք 6 հոգի գրանցված։ Այս աջ եւ ձախ կողմերի անձինք հնարավոր է մեր գրանցումներ լինեն, բայց ներսի մարդիկ արդեն անձամբ մեր գրանցումը չի, դա մեր գրանցած անձանց գրանցումն է։
Կամ հնարավոր է այստեղ հայտնվեն զուգահեռ ուղղություններից, ինչպես ասացի, մեր կուրատորների, լիդերների գրանցումներից մենք հնարավորություն ունենք բինարից եկամուտ ստանալ։ Բինարը մի փոքր բարդ է, որպեսզի լավ պատկերացնենք, հենց էջի վրա պետք է բացատրեմ, բայց հուսով եմ որոշակի պատկերացում կազմեցիք։ Ավելի խորը կհասկանաք, երբ դառնաք գործընկեր, իսկ գործընկերների մոտ եթե հարցեր կան, ընթացքում միասին կքննարկենք։ Անցնում ենք առաջ։ Ասեմ նաև, որ բինարում կա սահմանափակում եւ 20%-ը եթե գերազանցում է 1 օրվա լիդերների ստանալիք եկամուտը, արդեն որոշակի սահմանափակում է գնում, 20%-ից ավել չեն ստանա։ Օրինակ, այս գործընկերը եւ սա միասին բոլորի տոկոսները հաշված, օրինակ մեկը ստանալու է 5%, մեկը ստանալու է բինարից 8%, մեկն էլ չէ, քիչ ասացի։ Լավ, մեկը ստանալու է 10%, մեկը ստանալու է 7%, մյուսը ստանալու է 6%։ Այս դեպքում արդեն սահմանափակում կգնա, որտեղ բոլորի գումարը 20-ը անցավ։ Նշանակում է յուրաքանչյուրը մի փոքր ավելի քիչ կստանան, քան պետք է ստանային։ Ինչու համար է այս սահմանափակումը։ Ընկերությունը դրել այս սահմանափակումը, որպեսզի հետագայում, երբ արդեն ընկերությունը ավելի հզորանա, ծանրաբեռնվածություն չլինի եւ կարողանա ընկերությունը կատարել իր պարտականությունները, յուրաքանչյուրը ստանա իր հասանելիք եկամուտը։ Քանի որ հենց եղել են ընկերություններ բինարով աշխատող, ովքեր չեն ունեցել նման սահմանափակում եւ հետագայում սնանկացել են չկարողանալով վճարել, քանի որ բինարը, ինչպես ասացի, շատ եկամտաբեր մարքեթինգային ուղղություն է եւ հենց իմ էջով, եթե այսօր բացեմ, ցույց կտամ, թե ինչքան բարձր է համեմատած մյուս մարքեթինգների բինարից եկած եկամուտը։ Անցնում ենք առաջ եւ արդեն մյուս մեր հիմնական բոնուսային մասի մյուս ուղղությունը կարիերային բոնուս։ Երբ ընկերությունում մենք թիմ ենք կառուցում, զարգացնում ենք ընկերությունը, արդեն որոշակի պայմաններ կատարելով բարձրանում ենք կարիերային աստիճաններով։ Շնորհանդեսի ժամանակ դուք դրա մասին մի փոքր լսեցիք, հարգելի հյուրեր։ Կարիերային բոնուս ստանում ենք արդեն նայած որ աստիճանին ենք հասել, տարբեր այսպես տոկոսներ։ Այստեղ տեսնում ենք կարիերային բոնուսները 1-ից մինչև 16%, մենք կարող ենք եկամուտ ստանալ կարիերային բոնուս թիմի ամբողջ խորությունից եւ ոչ միայն փաթեթներից, այլ նաեւ խելացի կուտակումներ թիմի կատարած խելացի կուտակումներից նույնպես մենք կարիերային բոնուսը կստանանք։ Եվ արդեն ինչպես հենց սկզբում ես նշել եմ, մինչև կարիերային հասնելը բինարն էր մեր ամենաեկամտաբեր ուղղությունը, բայց երբ արդեն հասնում ենք կարիերային աստիճանի եւ բարձրանում են կարիերային աստիճաններով, այստեղ արդեն շատ ավելի լուրջ եկամուտների կարող եք հասնել, շատ ավելի լուրջ ձեռքբերումներ կարող եք ունենալ։ Հենց կարիերան է գլխավոր այսպես մեր լավ եկամտաբեր ուղղությունը։ Տեսնում ենք աստիճանները։ Ասիստենտ, կոնսուլտանտ, advisor, մենեջեր, տնօրեն եւ այդպես բարձրանում ենք մինչեւ պրեզիդենտ։ Յուրաքանչյուր աստիճան ունի իր համապատասխան պայմանները եւ օրինակ առաջին կարիերային աստիճանին հասնելու համար ինչպիսի պայմաններ կան, տեսնում ենք այստեղ եւ ես դրանք հիմա ներկայացնեմ որոշակի։ Լիդերը պետք է ունենա նախ start փաթեթը, որը մեր ամենափոքր փաթեթն է այս պահին, $500 փաթեթ պետք է ունենա լիդերը, ով պետք է բացի կարիերային առաջին աստիճանը։ Իհարկե կարող է ավելի բարձր փաթեթ ունենալ, ինչքան բարձր փաթեթ ունենա, այնքան ինքը բինարից ավելի բարձր եկամուտ կստանա եւ նաեւ պասիվը ավելի բարձր եկամուտ կստանա։ Պասիվ եկամուտի մասին չենք մոռանում, դա իհարկե կա ու կա, հիմա մենք միասին քննարկում ենք ակտիվը։ Եվ ունի start փաթեթը $500 պետք է կատարի թիմային $350 խելացի կուտակման շրջանառություն, թիմային, այստեղ դեր չի խաղում իր անձնական խելացի կուտակումը, և թիմային փաթեթների $5000 շրջանառություն,
Եվ երբ արդեն այս պայմանները կատարված են, ասեն, որ $5,000 փաթեթների շրջանառությունը կարող է լրացնել թեկուզ մի քանի տարվա ընթացքում, իհարկե ցանկալի չէ, որ այդքան քիչ շրջանառությունը մի քանի տարի տևի, բայց մարդիկան մի շաբաթում են այդ շրջանառությունը անում, մի օրում են անում անգամ եւ բացում են կարիերային առաջին աստիճանը։ Սա տեսեք, կարելի է կուտակային փաթեթների շրջանառությունը հավաքել, բայց խելացի կուտակումը թիմային պարտադիր պետք է կատարել 1 ամսում։ Օրինակ, եթե մեր թիմը արդեն արել է փաթեթների 5,000 շրջանառությունը, պատրաստ է, լրացել է, մեր փաթեթը 500 է, բայց թիմը խելացի կուտակում արել է օրինակ $300 այդ ամիս, օրինակ նոյեմբերին։ Նշանակում է մենք նոյեմբերի 30-ին, երբ ամիսը ավարտվեց, եւ այդքանով փակեցինք 300 խելացի կուտակում։ Մենք կարիերային աստիճանը չբացեցինք, չդարձանք ասիստենտ եւ կդառնանք միայն այն ժամանակ, այն ամիսը, երբ հենց 350-ը լրանա։ Հաջորդ ամիս դեկտեմբերին 1-ից նորից խելացի կուտակման շրջանառությունը պետք է լրացնենք 0-ից մինչեւ 350։ Այստեղ չի կուտակվում։ Կուտակվում է փաթեթներին։ Օրինակ, եթե մենք մի ամսում արել ենք թիմային փաթեթների շրջանառություն $2,000, մյուս ամիս արել ենք $500 թիմային շրջանառություն, գումարվում են իրար, դառնում է արդեն թիմային 2,500։ Հաջորդ ամիսը արել ենք 1,500, դարձավ թիմային 4,000, որտեղ գումարվեց այն 2,500-ին։ Եվ մյուս ամիսն էլ արդեն այն 1,000-ը լրացնելով մենք 5,000 պայմանը ասիստենտի համար կատարեցինք, բայց միայն փաթեթների շրջանառությունը իհարկե կոչումի համար քիչ է, պետք է կատարենք բոլոր պայմանները եւ խելացի կուտակման շրջանառությունը նույնպես անելով մենք արդեն բացում ենք կարիերային աստիճանը։ Իսկ ինչ է նշանակում խելացի կուտակման շրջանառություն կատարել թիմով։ Խելացի կուտակումը, դրա մասին մենք քիչ անց կխոսենք, դա այն հնարավորություն է, որի մասին դուք նաև շնորհանդեսի ժամանակ լսեցիք, որը մեզ հնարավորություն է տալիս բարդ տոկոսադրույքից օգտվել։ Խելացի կուտակման շնորհիվ մենք շատ առավելություններից ենք օգտվում ընկերությունում, նախ շատ բաժնեմաս ենք ձեռք բերում, օրական բարձր եկամուտ ենք ստանում եւ եթե մենք ինքներս հասկացել ենք խելացի կուտակումը ինչ է, մենք ինքներս կատարում ենք մեր խելացի կուտակումը, բարձր եկամուտը ստանում ենք, շատ ստաբ ենք կուտակում խելացի կուտակման շնորհիվ եւ դրանից հետո երբ մենք ինքներս օգտվեցինք, դա նաեւ սովորեցնում ենք պարտադիր մեր թիմին եւ օգնում ենք, որ թիմում շատ գործընկերներ բարձր տոկոս ստանան, թեկուզ միայն պասիվից, եթե օրինակ մարդիկ կան, իրենք չեն ուզում ակտիվ աշխատել, չեն ուզում թիմ կառուցել, իրենք ուզում են իրենց նպատակի համար գումար է ստեղ կուտակել, ստեղծել մեծ կապիտալ որոշակի ինչ-որ նպատակի համար։ Կամ այլ նպատակների համար, իհարկե նպատակները տարբեր են, բայց եթե մենք օգնում ենք մարդկանց բարձր եկամուտ ստանալ, իսկ այդ օգնությունը այն է, որ մենք սովորեցնում ենք նրանց օգտվել բարձր տոկոսադրույքից, շատ բաժնեմաս կուտակել, բարձր տոկոսներ ստանալ, մենք դրա շնորհիվ է, որ կկարողանանք լրացնել այս 350-ը եւ կարիերային աստիճանով բարձրանալ։ Այսինքն միայն մարդկանց գրանցելով մենք կարիերային աստիճանով չենք կարող բարձրանալ։ Բերեցինք ընկերություն ու թողեցինք, ինչպես կուզի թող ստանա, հնարավորություն տվել ենք, դա շատ քիչ է։ Եթե մենք մարդկանց հրավիրում ենք ընկերություն, մենք պարտավոր ենք, պատասխանատու ենք այդ մարդկանց ստացած եկամուտի համար, մենք պետք է իրենց սովորեցնենք առավելագույնը ստանալ, քանի որ իրենք նվազագույնը, ինչպես սկզբում ասացի, տարեկան մինչև 12% եկամուտը, դա բոլորը կստանան, եթե անգամ ոչինչ չանեն, դա կա ու կա, բայց մենք մարդկանց հրավիրել ենք այստեղ որոշակի նպատակներ իրագործելու, չէ, իրենք որոշակի նպատակով են գալիս, հենց այնպես ոչ ոք չի գալիս ընկերություն։ Իսկ նպատակին հասնելու համար մենք ցույց ենք տալիս ճանապարհը, իսկ այդ ճանապարհներից այսպես գլխավոր ճանապարհը դա հենց խելացի կուտակումն է, որի շնորհիվ շատ հնարավորություններ են բացվում բոլորիս առաջ։ Եվ ընթացքում էլի դրան կանդրադառնանք։ Եվ
ասիստենտ դառնալու համար պետք է ունենանք թիմում գործընկերներ, ովքեր բարձր եկամուտ են ստանում, պասիվից, ռենտից օրական բարձր եկամուտ են ստանում, իրենց համար կուտակում են, բարձր տոկոսադրույքից են օգտվում։ Այդ դեպքում մենք կբարձրանանք կարիերային առաջին աստիճանին։ Եվ բարձրանալով արդեն պայմանները կատարելով ստացանք կոչումը, ստանում ենք արդեն ամբողջ թիմից, խորությունից լրացուցիչ 1% եկամուտ և ստանում ենք նվեր, ցանկացած կարիերային աստիճան, այստեղ նվերներն են, տեսեք, ինչպիսի թանկարժեք նվերների կարելի հասնել, այստեղ իհարկե գումարներն են գրված, թե ինչ գումար է տալու մեզ ընկերությունը, քանի որ նվերի գումարն է մեզ տրամադրում, նվերները, հեսա նկարները միասին կտեսնենք, բայց մենք ստանում ենք դրա արժեքը և ինքներս ենք գնելու մեր նվերը, կարող ենք մենք այդ նվերը չգնել, մի ուրիշ բան մեզ համար գնել այդ նույն արժեքի սահմաններում։ Եվ ասիստենտի կոչման դեպքում նվերը Apple ֆիրմայի, Apple ապրանքանիշի Power Bank-ն է, որի արժեքը հենց $100 մենք ստանում ենք նվեր։ Ասիստենտից հետո գալիս է երկրորդ կարիերային աստիճանը, դա արդեն կոնսուլտանտն է։ Եվ այստեղ արդեն պետք է կատարենք թիմային $10,000 շրջանառություն փաթեթներով, $750 խելացի կուտակման շրջանառություն և մեր փաթեթը արդեն պետք է լինի Start Plus, այսինքն $1,000 փաթեթ։ Այդ դեպքում մենք տեսեք, այդ դեպքում մենք չենք բարձրանա դեռ, քանի որ մի ուրիշ պայման էլ ունենք ընկերությունում երկրորդ արդեն կարիերային աստիճանին հասնելու համար։ Մենք կդառնանք կոնսուլտանտ, երբ մենք ունենանք թիմում նաև 2 ասիստենտ։ Միայն այս փաթեթը խելացի կուտակումը կատարելով մենք երկրորդ կարիերային աստիճանին չենք հասնում։ Քանի որ այս ընկերությունում, ինչպես միշտ լսում եք, շնորհանդեսներից, անընդհատ մեր սոցցանցերից էլ միշտ կլսեք, այստեղ ընկերությունում ամեն ինչի հիմքում ընկած է մյուսներին օգնելը։ Եվ միայն թիմում օգնելով 2 գործընկերոջ, օգնելով դառնալ ասիստենտ, այսինքն ոչ թե միայն մենք բարձրացանք ասիստենտ, հետո էլ գնում ենք կոնսուլտանտ դառնանք, հետո ավելի բարձր, միայն մենք մեզանով չենք կարող այդպես բարձրանալ, մենք պարտավոր ենք, պետք է օգնենք ևս 2 գործընկերոջ դառնալ ասիստենտ, որ նոր մենք հասնենք կարիերային երկրորդ աստիճանին։ Նախ մի պահ ստուգեմ ինչքանով եք ինձ նորմալ տեսնում, լսում, եթե հասկանալի է կարիերան, չաթում գրում ենք 2-ներ։ Եթե հասկանում եք, թե ես ինչ եմ ասում, քանի որ ես ձեզ այս պայն չեմ տեսնում, Telegram-ով դեմոնստրացիա անելիս մենք չենք տեսնում մասնակիցներին։ Ահա, չաթը կարող եմ տեսնել, շնորհակալ եմ արձագանքի համար։ Եվ ներկայացնեմ, տեսեք, ինչպես ասացի, երկրորդ կարիերային աստիճանին հասնելու համար պետք է օգնենք, բարձրացնենք 2 գործընկերոջ հասնելու կարիերային աստիճանին, առաջին աստիճան, որ իրենք էլ ստանան նվեր, $100, իրենք էլ արդեն 1% լրացուցիչ նաև եկամուտ ստանան, նոր մենք կբարձրանանք երկրորդ կարիերային աստիճանին։ Դրանից հետո, երբ արդեն բարձրացանք, ունենք 2 ասիստենտ, պայմանները կատարված են, մենք արդեն ամբողջ թիմի խորությունից կստանանք 2% և նվեր ենք ստանում, հենց բացելուց, երբ պայմանները բոլորը կատարեցինք, մեր էջում արդեն ցույց է տալիս, որ մենք կոնսուլտանտ ենք և նվերը հենց միանգամից նստում է մեր հաշվին կաբինետում $200։ Սա արդեն Apple ֆիրմայի ապրանքանիշի անլար ականջակալների գինն է։ Այսինքն ընկերությունը նվիրում է այս սկզբնական կոչումների դեպքում Apple ֆիրմայի ապրանքանիշի տեխնիկայի տարբեր այսպես տեխնիկաների գները, գումարը։ Եվ կոնսուլտանտից հետո գալիս է երրորդ կարիերային աստիճանը Advisor։ Advisor-ին հասնելու համար արդեն ավելի գնալով պայմանները ավելի իհարկե դժվարանում են, ոչ թե դժվարանում են, այլ շրջանառությունն է ավելի մեծանում։ Այստեղ պետք է մեր փաթեթը լինի բիզնես, այսինքն պետք է լինի $1,500 փաթեթ։ Պետք է
թիմային $2500 խելացի կուտակման շրջանառություն կատարենք, տեսեք արդեն բարձրանում է։ Եվ թիմային պետք է կատարենք $30,000 փաթեթների շրջանառություն։ Ու այստեղ արդեն նաև պետք է ունենանք ի տարբերություն կոնսուլտանտի կամ 3 ասիստենտ, ովքեր բարձրացել են կարիերային առաջին աստիճանին, 3 ասիստենտներ թիմում պետք է ունենանք 3 տարբեր ուղղություններից, կամ 2 կոնսուլտանտ, այսինքն կամ 3 հոգու օգնում ենք դառնան ասիստենտ, որոնցից 2-ը արդեն դարձել էին, եթե մենք դարձել ենք կոնսուլտանտ, կարող ենք 3-ին օգնել, կամ այն 2-ը, որ դարձել էին ասիստենտ, իրենց օգնում ենք դառնան կոնսուլտանտ, որ նոր մենք դառնանք advisor stability ընկերությունում։ Ու այս դեպքում արդեն տեսեք նվերը $600 ենք նվեր ստանում և ամբողջ թիմի խորությունից 4% եկամուտ ենք ստանում փաթեթներից, խելացի կուտակումներից, բոլորից ստանում ենք այդ 4%-ը։ Այստեղ շատ չեմ այսպես մանրամասնում, գործընկերներ, ընթացքում հարցերը կքննարկենք, որպեսզի հյուրերը որոշակի պատկերացնեն։ Հաջորդը գալիս է մենեջերի կոչումը։ Սա մեր 4-րդ կարիերային աստիճանն է։ Այստեղ արդեն պայմանները, այստեղ իհարկե բոլոր պայմանները պետք չի, այսպես ես կարդամ, ներկայացնեմ, արդեն հասկացանք։ Այստեղ էլ արդեն պետք է օգնենք կամ 2 գործընկերոջ դառնան advisor, կամ 3 գործընկերոջ դառնան կոնսուլտանտ, այսինքն միայն մյուսներին էլ օգնելով ավելի բարձրանալ, նոր մենք մյուս աստիճաներին կհասնենք, եթե մենք չօգնենք թիմին բարձրանալ կարիերային աստիճաններով, մենք չենք բարձրանա ավելի բարձր։ Միայն օգնելով, այստեղ ամեն ինչի հիմքում ընկած է օգնությունը թիմին։ Եվ այստեղ արդեն մենեջերի կոչման դեպքում մենք ստանում ենք $2000 նվեր, որը Apple ֆիրմայի վերջին մոդելի հեռախոսի գինն է։ Օրինակ, հիմա վերջին մոդելը որն է, iPhone 17, օրինակ, դրա արժեքն է տալիս նվեր։ Մի խոսքով $2000 նվեր ենք ստանում, որով մենք կարող ենք գնել այդ նվերը կամ այլ նվեր, եթե ունենք հեռախոս, կամ այդ հեռախոսից արդեն ունենք։ Կարիերան անցնենք, ու այստեղ հենց տեսնում ենք նվերները, ոչ թե գումարի տեսքով, այլ նվերները հենց պատկերներով, power bank, ականջակալ, հեռախոս, այստեղ պլանշետը, advisor-ի դեպքում մենք պլանշետի գինն ենք ստանում 600-ը, հետո հեռախոսինը 2000, հետո գալիս է MacBook-ի գինը $6000, հետո ոսկյա ժամացույց և այսպես գնալով ավելի ու ավելի թանկարժեք նվերներ ենք ստանում։ Գումարներն ենք իհարկե ստանում։ Կխնդրեմ չաթում գրեք, թե որ նվերն է ձեզ դուր գալիս, որը կցանկանայիք ստանալ, օրինակ, կամ գումարը, ինչքան գումար կցանկանայիք նվեր ստանալ Stability ընկերության կողմից։ Նվեր, ոչ թե եկամուտ, եկամուտը ստանալու եք բարձրանալուն զուգընթաց։ Նվեր, դեռ մեկ գործընկեր է գրել, ցանկալի է հյուրերն էլ գրեն, և անցնում ենք առաջ, հիմնական մեր բոնուսային մասից այսքանով ավարտում ենք, այնտեղ էլի բաժիններ կան, բայց շատ չխորանանք, որպեսզի պարզ լինի մեր մասնակիցներին, անցնում ենք առաջ, արդեն մեր օժանդակ բոնուսային մաս։ Մատրիցային բոնուս։ Տեսնում եմ ձեր արձագանքը, շնորհակալություն, և մատրիցային բոնուսը, մատրիցան և տրինարը մեր օժանդակ մարքեթինգային ուղղություններն են։ Այստեղ արդեն մատրիցայում աշխատում են ոչ թե թիմային փաթեթները, ի տարբերություն մեր գծային և բինարային մարքեթինգների, այնտեղ փաթեթներն են դեր խաղում։ Իսկ մատրիցայի մեջ դեր է խաղում բանալին, այն որ ասում է դուք հնարավորություն ունեք նաև բանալուց եկամուտ ստանալ, եթե ակտիվ աշխատեք ընկերությունում, սրա մասին էի ասում, որ մատրիցաների շնորհիվ դուք կարող եք ընկերությունում մինչև $200,000 եկամուտ ստանալ։ Բանալին ձեզ այսքան եկամուտ կարող է բերել, այն $50 բանալին, որը գնեցիք հենց ընկերություն մուտք գործելիս հարգելի մասնակիցներ։ Եվ այստեղ արդեն
մարդիկ մեզանից հետո տեղավորվում են այսպես 6 հոգի, մատրիցան այդպես է աշխատում, 6 հոգին լրացավ, դուք ստանում եք ձեր առաջին $50, մատրիցայում եկամուտները սկսում են $50-ից, հետո նորից է բացվում ձեզ մոտ մատրիցայի այդ տեղերը և նորից 6 տեղը լրացավ, ևս $50 եք ստանում, դրանից հետո բացվում է ձեզ մոտ $100 մատրիցան, և այդտեղ եթե 6 տեղերը լրացան, արդեն $100 եք ստանում և սրա շնորհիվ կարող ենք $200,000 եկամուտ ստանալ մատրիցաներից։ Անցնենք առաջ և տրինարային բոնուսը, մեր մյուս օժանդակ բոնուսային մասը, այստեղ կարելի է եկամուտ ստանալ $265,000, տեսեք $265,716 կարելի է եկամուտ ստանալ տրինարից, այստեղ արդեն մարդիկ տեղավորվում են մեզանից հետո 3-ական ուղղություն, տրինար, տրի 3, բինարը 2 ոտք, տրինարը 3 ոտք, այստեղ մարդիկ մեզանից հետո 3 հոգի են ու յուրաքանչյուրի տակ 3 հոգի են տեղավորվում, բայց տրինարից մենք եկամուտը չենք ստանում, երբ այստեղ 3 հոգին լրացավ կամ բոլորի 3 հոգիները լրացավ, այդպես չենք ստանում։ Տրինարից մենք եկամուտ կստանանք այն ժամանակ, երբ մեր տրինարում հայտնված որևէ գործընկերոջ մոտ մատրիցա փակվի, նա ստանա իր $50-ը, այդ դեպքում մենք կստանանք $3 տրինարից եկամուտ։ Տրինարի եկամուտները միշտ 3-ական դոլարներ են և այդ 3-ական դոլարներով, տեսեք ինչպիսի գումար կարելի է այստեղ վաստակել, 3-ական դոլարներով ընդամենը, $265,716 կարելի է միայն մեր օժանդակ մարքեթինգից եկամուտ ստանալ։ Անցնում ենք առաջ և տեսնում ենք արդեն մեր մյուս այսպես բոնուսային մասը, այստեղ խելացի կուտակման բոնուս կարելի է ստանալ։ Ինչպես ենք ստանում խելացի կուտակման բոնուս։ Խելացի կուտակումից մենք հնարավորություններ իհարկե ինչպես ասացի շատ ունենք լավ բաներ ստանալու և շատ բաժնեմաս ենք ձեռք բերում խելացի կուտակման շնորհիվ և բարձր տոկոս ենք ստանում օրական և բարտոկոսադրույքից ենք օգտվում, սթեյքինգի հնարավորությունից ենք հետագայում օգտվում, գործընկերները գիտեն, բայց բացի դրանից մենք ունենք նաև այլ հնարավորություն խելացի կուտակման շնորհիվ և դրա մասին հենց հիմա կխոսենք։ Խելացի կուտակման շնորհիվ, երբ ինչպես սկզբում ասացի, եթե մենք օգնում ենք մեր գործընկերներն էլ կատարեն խելացի կուտակում, սովորեցնում ենք իրենց, որ իրենք էլ բարձր եկամուտ ստանան, քանի որ ինչքան շատ բարձր եկամուտ ստացող գործընկերներ ունենանք թիմում, այնքան մեր համար ավելի լավ կլինի, ինչքան շատ մարդկանց օգնենք, այնքան մեզ համար ավելի լավ կլինի։ Եվ եթե 5 հոգու մեր առաջին գծում օգնենք ստանալ խելացի կուտակման շնորհիվ բարձր եկամուտ, մեր գրանցած մարդիկ 5 հոգի կատարում են իրենց խելացի կուտակումները և այս դեպքում արդեն ընկերությունը կկանի մեր փոխարեն մեր խելացի կուտակումը։ 5 հոգու ընդամենը սովորեցնում ենք, դառնում ենք բեզապլատնիկ, այդպես է կոչվում ընկերությունում, և ընկերությունը մեր փոխարեն կատարում է խելացի կուտակում։ Եվ եթե ավելի շատ մարդիկ են կատարում խելացի կուտակում մեր առաջին գծում, օրինակ կատարում են 7 հոգի խելացի կուտակում, այդ դեպքում մենք դառնում ենք VIP բեզապլատնիկ, 12 հոգի կատարեցին առաջին գծում, VIP պլյուս բեզապլատնիկ, այսպես մենք դրանով էլ ենք բարձրանում և ինչպես ենք ստանում բեզապլատնիկի բոնուսը, խելացի կուտակման բոնուսը։ Եթե 5 հոգի կատարել են խելացի կուտակում, իրենց կատարած խելացի կուտակման գումարները գումարվում են իրար, օրինակ մեկը կատարել է խելացի կուտակում $55, մեկը $65, մեկը $45, մեկը $85, մյուսը $165 և բոլորի գումարները, այդ կուտակումները գումարվում են իրար, բաժանվում են 5-ի, ինչ թիվ որ ստացվեց, այդքան ընկերությունը մեր փոխարեն անում է խելացի կուտակում։ Այսինքն մենք հնարավորություն ունենք ընկերությունում հասնել նրան, որ ինքներս մեր գրպանից խելացի կուտակում չանենք, այլ օգնելով շատերին,
խելացի կուտակման առավելություններից օգտվել, ընկերությունը մեր փոխարեն կանի խելացի կուտակում։ Սա մեր ընկերության այսպես հնարավորություններից եւս մեկն է, այստեղ շատ են իհարկե առավելություններն ու հնարավորությունները։ 7 հոգի է արել խելացի կուտակում, արդեն ավելի շատ գումար է, չէ՞, բաժանվում է նորից 5-ի, ստացված գումարը էլի ընկերությունը կատարում է մեր փոխարեն խելացի կուտակում։ Բայց ի տարբերություն, երբ մենք ենք անում մեր խելացի կուտակումը կամ ընկերությունն է կատարում խելացի կուտակում, կա տարբերություն, եթե մենք ենք մեր խելացի կուտակումը մեր գումարով անում, մենք գումարի 60%-ով ստաբ ենք ձեռք բերում իհարկե, որպեսզի բաժնեմասեր կուտակենք, քանի որ բոլորի նպատակը այստեղ կապ չունի ակտիվ գործընկեր է, լիդեր է, մեծ թիմ ունի, թե չունի, թե ընդամենը պասիվ իր համար կուտակում է անում, բոլորիս նպատակը շատ ստաբ կուտակելն է, քանի որ ստաբը մեր արժեքավոր պրոդուկտն է, այն անշարժ գույքի կտոր է իրենից ներկայացնում։ Եվ եթե մենք ենք մեր գումարով անում, շատ ստաբ ենք ձեռք բերում, բայց եթե ընկերությունը մեր փոխարեն խելացի կուտակում անում, նա մեզ տալիս է ռենդեր։ Ռենդեր է տալիս, որոնցից մենք ստանում ենք օրական բարձր եկամուտ եւ նաեւ թեքինգի վառ տոկոսադրույքի հնարավորությունից ենք օգտվում։ Այստեղ արդեն տարբերություն կա։ Եվ եթե մենք ուզում ենք ստաբ կուտակենք, ոչ միայն ընկերության կատարած խելացի կուտակումների վրա ենք հիմնվում, այլ նաև մենք ինքներս էլ ենք մեր համար խելացի կուտակում անում, փաթեթ ենք ավելացնում, որպեսզի ստաբ կուտակենք։ Սա վերաբերում է հենց լիդերներին, ովքեր օգտվում են խելացի կուտակման բոնուսից եւ մաղթում են, որ այստեղ շատերը, ովքեր նպատակներ ունեն, հասնեն նրան, որ օգտվեն հենց խելացի կուտակման բոնուսից։ Սա նույնպես շատ առավելություններ է տալիս եւ հիմա ընթացքում կհասկանանք, թե նաեւ ինչ առավելություններ է տալիս։ Այստեղ տեսնում ենք թիմային խելացի կուտակումներից եկամուտը, օրինակ, եթե 35 հոգի մեր թիմում կատարի $45 խելացի կուտակում, այսպես ամսական մեր եկամուտն է հենց միայն խելացի կուտակումներից, այստեղ այդ հաշվարկն է ցույց տալիս, բայց որպեսզի շատ թվերի մեջ չխճճվենք, անցնենք առաջ եւ տեսնում ենք հենց խելացի կուտակման տված գլխավոր առավելություններից մեկը, ինչքան շատ մարդկանց մենք օգնենք թիմում բարձր եկամուտ ստանալ, դառնալ բիզապլատնիկներ թիմում նաեւ, որ իրենք էլ ստանան խելացի կուտակման բոնուսը, ոչ միայն մենք ենք բիզապլատնիկ, մեր փոխարեն է կատարում խելացի կուտակում ընկերությունը, այլ նաև շատ լիդերների մեր թիմում ենք օգնում, որ իրենք էլ օգտվեն դրանից եւ ընկերությունը իրենց փոխարեն էլ անի խելացի կուտակում։ Մենք արդեն կատարում ենք ավտոծրագրի պայմանները, որոնք տարբեր ավտոմեքենաների դեպքում պայմանների իհարկե տարբեր են, մենք արդեն կարող ենք նվեր ստանալ ավտոմեքենա ընկերության կողմից։ Եվ շնորհանդեսի ժամանակ տեսակ, որ արդեն քանի հայ գործընկերներ, իհարկե աշխարհում շատերն են ստացել, բայց հայ գործընկերներից թե քանիսն են ստացել ավտոմեքենաներ Stability ընկերության կողմից։ Առաջին ավտոմեքենան ստանալու համար պետք է կատարենք թիմային $5000 խելացի կուտակման շրջանառություն 5 ամիս շարունակ եւ կստանանք $12500 ընկերության կողմից ավտոմեքենա ձեռք բերելու համար։ Իհարկե պետք է պարտադիր ձեռք բերենք ավտոմեքենա կամ այնտեղ որոշակի պայմաններ կան։ Եվ պարտադիր ավտոմեքենայի վրա պետք է փակցված լինեն տիպերը ընկերության տարբերանշանով եւ այլն։ Եվ ավտոմեքենան պետք է լինի պարտադիր թարմ մինչեւ 5 տարվա արտադրություն։ Այսինքն գնին համապատասխան պետք է ավտոմեքենա ձեռք բերենք։ Եվ առաջին ավտոմեքենան ստանալուց հետո արդեն կարող ենք հետագայում աշխատել նաև երկրորդ ավտոմեքենայի համար։ Ինչ պայմաններ կան նաև, ինչ կարևոր պայման կա, ավտոմեքենա ստանալու համար պետք է ունենանք կարիերային 3-րդ աստիճանը։ Այսինքն մենք կարող ենք խելացի կուտակման շրջանառությունը կատարել մինչև advisor-ի կոչման հասնելը, բայց հենց կոչումը ստացանք, դառանք advisor, մենք նաև դրա հետ միասին $600 նվերի հետ միասին կստանանք նվեր $12500 ավտոմեքենայի գումարը։ Եվ երկրորդ ավտոմեքենային հասնելու համար, տեսեք, մենք ստացանք ավտոմեքենա, արդեն պետք է օգնենք թիմում էլ ստանան ավտոմեքենա։
Եվ որպեսզի մենք երկրորդ ավտոմեքենան ստանանք, $25,000 ստանանք, որով կգնենք ավտոմեքենա, կամ արդեն կարող ենք գնել, ասենք, անշարժ գույք թեկուզ, մաս կամ անշարժ գույքի մի մասը դրանով վճարենք, մնացածը մենք ավելացնենք, անշարժ գույք ձեռք բերենք։ Իհարկե $25,000-ով հիմա ոչ ոք տուն չի կարող ձեռք բերել։ Բայց դրա համար մենք պետք է թիմում 2 հոգու օգնենք, որ իրենք էլ ստանան ավտոմեքենա։ Թե չէ մենք երկրորդ ավտոմեքենային չենք հասնի։ Նույնը երրորդ ավտոմեքենային հասնելու համար պետք է թիմում օգնենք 2 հոգու, որ երկրորդ ավտոմեքենա ստանան, կամ 3 հոգու առաջին ավտոմեքենա։ Մի խոսքով այսպես էլի բարձրանում ենք, մինչև հասնում ենք երթանկարժեք ավտոմեքենային։ Լյուքս դասի այսպես ավտոմեքենային, որի համար $400,000 գումար ենք ստանում, դրանով ձեռք են բերում այդ երթանկարժեք կամ այլ նվեր, կարող են գնել այլ բան մեզ համար, ոչ թե հենց այդ ավտոմեքենան իհարկե։ Հետաքրքիր է, ովքեր կցանկանան հասնել լյուքս ավտոմեքենային, չաթում գրեն պլյուսներ։ Ահա, տեսնում եմ գործընկերները տեղադրել են։ Ովքեր կցանկանան հասնել լյուքս ավտոմեքենային, գրեն պլյուսներ։ Տեսնենք ինչպիսի համարձակներ ունենք, ովքեր չեն վախենում այդպիսի նպատակներ դնելուց։ Ահա, շնորհակալ եմ գործընկերներ ջան, իհարկե գործընկերներն են ոնց հասկանում եմ արձագանքում։ Ցանկալի է հյուրերն էլ համարձակ, թե մեկը հյուր է։ Լավ, վերջում հարցերը կքննարկենք եւ այժմ լավագույն ժամանակն է սկսելու համար բիզնես ընկերության հետ ոչ միայն մեզ համար կուտակենք, այլ նաեւ բիզնես կառուցենք, որի տված այն բոլոր հնարավորությունները, որ ես ներկայացրեցի, իհարկե դրանք բոլորը չեն։ Ավելի խորը հասկանալու համար պետքա մի փոքր ավելի երկար ժամանակ, ավելի մանրամասն ուսումնասիրենք, որովհետև այսպես մի քանի բառով հնարավոր չի ներկայացնել այն բոլոր հնարավորությունները, որ մենք այստեղ ստանում ենք։ Եվ հիմա արդեն անդրադառնանք ձեր հարցերին։ Ինչ հարցեր առաջացան։ Ունենք հարցեր, հարգելի հյուրեր, հարգելի գործընկերներ։ Հարցեր չունենք։ Կարող եք գրել անգամ հարցը, եթե հարմար չի բացել խոսել։ Պարզ էր մարքեթինգը։ Այո։ Հարցեր չունենք ընդհանրապես։ Դե եթե հարցեր չունենք, բոլորիս պարզ էր, ուրեմն ավարտենք մեր հանդիպումը։ Ամեն չորեքշաբթի մենք կունենանք մարքեթինգ պլանի վերլուծություն, տարբեր մասնագետներ կկատարեն վերլուծությունը, որպեսզի լավ պատկերացնենք։ Նույն ինֆորմացիան տարբեր մասնագետներից լսելիս ավելի ու ավելի լավ է ամրապնդվում։ Եվ եթե հարցեր չկան կամ ընդհանրապես ոչ մի բան չենք հասկացել, հյուրերին է վերաբերում, կամ շատ լավ հասկացել ենք։ Հուսով եմ երկրորդ տարբերակն էր։ Այսքանով ավարտում ենք մեր հանդիպումը։ Եվ կհանդիպենք իհարկե վաղը շնորհանդեսի ընթացքում ժամը 7-ին ամեն օր այս խմբում մենք ունենում ենք շնորհանդես, որտեղ ներկայացում է մեր ընկերության տված հնարավորությունները։ Իսկ մարքեթինգ պլանը կուսումնասիրենք ամեն չորեքշաբթի։ Եվս մեկ անգամ հիշեցնում եմ, ժամը 9-ին է մարքեթինգ պլանը լինելու, 7-ին շնորհանդեսը։ Այսքանը բոլորին բարի գիշեր եմ մաղթում, կհանդիպենք։